Ես ողջունում եմ մեր քաղբանտարկյանների կանանց ու զավակներին, սիրելի ժողովուրդ, ծափահարենք մեր քաղբանտարկյանների և նրանց ընտանիքների հպարտ և աննկուն անդամներին։ Ես ողջունում եմ մեր հարթակում կանգնած քաղաքական լիդերներին, ողջունում եմ Հայաստանի հիմնադիր նախագահ, համաժողովրդական շարժման առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին և ուզում եմ ասել հետևյալը. այս փոթորկուն, պայծառ ու տանջալից մեկ տարվա ընթացքում մենք ապացուցեցինք, որ այս հրապարակում դավաճան չկա, այս հրապարակում կասկածող չկա, որ այս հրապարակում Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին է, որը երկրի հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ պայքարելու է մինչև վերջ, քանի դեռ իրականություն չէ մեր երազած Հայաստանը, այն Հայաստանը, որ ջերմ ու ապահով օջախ է յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր անհատի, յուրաքանչյուր հայի համար, այն Հայաստանը, որ հաշտության ու միասնականության սեղան է սեփական զավակների համար և ոչ թե սեփական զավակների զոհասեղան և անարգանքի սյուն։ Սիրելի ժողովուրդ, Երևանի քաղաքապետի Կիրակի օրը կայանալիք ընտրություններում յուրաքանչյուր երևանցի ներկայանալով ընտրական տեղամաս պետք է գիտակցի, որ ոչ միայն անձերի կամ քաղաքական ուժերի ընտրություն է կատարում, այլև հայաստանների ընտրություն։ Այսօր մեր առաջ դրված է 7 տարբեր Հայաստանի նախագիծ, և այդ նախագծերի էությունը հասկանալու համար հարկավոր է ընդամենը ուշադիր նայել ընտրություններին մասնակցող քաղաքական լիդերների դեմքերին։ Այդ դեմքերը, նրանց խոսքն ու կերպարը, նրանց հայացքը խորհրդանշում են մեզ առաջարկող 7 տարբեր Հայաստաններ, 7 տարբեր Երևաններ։ Չեմ կասկածում, որ մենք ընտրելու ենք ազատության Երևանը, իմաստության Երևանը, մենք ընտրելու ենք արդարության Երևանը, ժողովրդի, քաղաքացու, օրինականության ու սահմանադրության Երևանը, մենք ընտրելու ենք այն Երևանը, որը մայրաքաղաք լինի, իսկական մայրաքաղաք, ազատ և երջանիկ Հայաստանի համար։ Մենք արդեն ընտրել ենք ազատ և երջանիկ Հայաստանը, և մեր պայքարը չի դադարի այնքան ժամանակ, քանի դեռ մեր դե ֆակտո